մենք ինքներս էլ ենք օժտված արդեն նրանցից այդ նույն կապի միջոցով։ Իրելի արդեն դուք օգտվել եք այդ կապի միջոցից։ Ոչ։ Ցավոք ոչ։ Ուրեմն մենք ունենք սուրբից արժի այդ մասին ասել։ Քրիստոնեությունն է տանում դեպի ստրկություն։ Անշուշտ։ Դուք հասկանում եք, չէ՞, հիմա ինչքան են ձեզ սիրելու մեկնաբանություններում։ մի սպանիր։ Ամենասկանդալային Թշնամու միջև վերջին ծիլը պետք է ոչնչացնի։ Ոչ նրա անասունի վրա, էշի վրա։ Մարիամը կեղծ հղիություն է տարել։ Իզուրել մի սպասեք, մի հավատացեք, ոչ մի երկրորդ գալուստել չի լինելու։ Ոչ Հիսուս, ոչ Քրիստոս անունները իրենը չեն։ Բա ինչ է։ Ամենահետաքրքիր մասերը չեք ասում։ Արարիչ մենք մեր անցնելիք ճանապարհն է խաչը։ Քրիստոնեության ընդունումը եղել է 287 թվականին։ Օ։ Ոչ միայն ունկնդիրներին, այլ ուղղակի հետևորդներին ունենք ծրագիրը շարունակելու խնդիր։ Եթե ձեր աջակցությունը լինի, շատ ավելի Նաև հաճախակի կլինեն մեր հանդիպումներն ավելի երկար կլինեն եւ բացահայտումներն էլ ավելի շատ կլինեն։ Վիդեոն դիտելիս պատվիրեք սիրված ուտեստները Yandex.Go-ում։ Առաջին պատվերի համար 2900 գրամ զեղչը Life Armenia պրոմոկոդով։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5-ով։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է։ Ուշագրավ մի վիճակագրություն ունենք, ըստ որի մեր հաղորդումները դիտողների մոտ 75%-ը բաժանորդագրված չէ մեր ալիքին։ Բաժանորդագրվեք դուք, խնդրում եմ, մեր ալիքին, իսկ ես մեծ սիրով ներկայացնեմ տիեզերքի հարցերով մեր սիրելի վերլուծաբաններին։ Լիլիթ Մարգարյան, Գոհար Գրիգորյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեր հաղորդումների շարքը շարունակվում է, հաղորդումները մեկը մյուսին գերազանցում են իրենց արձագանքով, մարդիկ շատ բուռն են, երբեմն շատ սուր են արձագանքում եւ առաջարկում են հաղորդում արդյոք բնական է եւ արդյոք գոհացնում է նրանց արձագանքի բովանդակությունը, էմոցիոնալ այսպես ցանդղակը եւ այլն, առաջարկում եմ մեզ դրանից էլ սկսենք։ Ինչ հավաքած հարցեր ունենք, ինչ են ձեզանից ուզում մարդիկ հիմնականում, ինչի մասին են հարցնում եւ ինչ կպատասխանեք, համեցեք։ Չեմ ասի գոհացնում է, բայց սպասելի է այսպիսի արձագանքը։ Միանշանակ կան գոհացնող եւ դրական եւ շատ հաճելի արձագանքներ եւ կան արձագանքներ, որոնք ցույց են տալիս, որ բացարձակ նյութը տեղ չի հասել այդ մարդուն։ Կամ թերի է նայել, կամ ես հակված եմ ասելու, որ ինչ որ հարց լիարժեք չի պարզաբանվել, պատճառը կարող է դա լինել։ Այդ թերացումները մենք կփորձենք շտկել այսօր։ Միևնույն է, կխնդրեմ եւ խորհուրդ կտամ ուշադիր լսել, նոր արձագանքել, լավ կամ վատ։ Առհասարակ պիտի յութի տեղյակ լինել, նոր հարցեր ձևակերպել եւ արդեն հնչած պատասխանի պարագայում նորից հարց տալ, այն էլ շատ ագրեսիվ տոնով, մի տեսակ զարմանալի է։ Իդեպ իլերում են ձեր ասացի, միակ անգամ եւս խնդրենք, հորդորենք մեր սիրելի հետևորդներին եւ նույնիսկ այն մարդկանց, ովքեր համաձայն չեն հարգարժան հյուրերի տեսակետների հետ կամ առաջ քաշած մտքերի հետ, այսպես առնվազն դաստիարակության սահմաններում ձևակերպեն իրենց ասելիքը։ Կարող եք սուր, կարող եք քննադատել, բայց ոչ վիրավորել։ Ի վերջո դրա վերջը լինելու է, որ մենք հեռացնելու ենք կամ արգելափակելու ենք ձեր մեկնաբանությունը։ Մարդիկ պատրաստ են բաց երկխոսության ավելին այս ամենի նպատակը։ Ես ուզում եմ լրացնել, որ հատկապես մենք պատրաստ ենք բաց երկխոսության, պատրաստ ենք քննարկելու ցանկացած հարց եւ հանրային հարթակից հնչեցնելու այդ հարցերի պատասխանները, այնպես որ մենք սպասում ենք ձեր հարցերին, մտածված, ճիշտ եւ սուր եւ տեղին հարցերին։ Եվ անդրադառնանք հենց առաջին հարցին, որտեղից ձեզ այդքան ճշգրիտ թվեր։ Ինչ թվերի մասին։ Մարդիկ անհանգստանում են։ Մենք ընտելացել ենք նրան, որ ապրում ենք մոտավորապես։ Դե մի բան, դե հետո, դե մոտավորապես, եւ մարդիկ սկսում են անհանգստանալ, թե որտեղից մեզ այդքան ստույգ ճիշտ թվեր։ Ընկերներ, մենք ոչ սուրճի մրուր նայող ենք, ոչ ձեռք նայող ենք, ոչ պայծառատես ենք։ Մենք այս ինֆորմացիան մեկ անգամ եւս կրկնենք, որովհետեւ կան մարդիկ, որ չեն տեսել առաջին մեր եթերը եւ տեղյակ չեն։ Մենք այս բոլոր ինֆորմացիաները ստանում ենք մի անձնավորությունից,
ով անմիջական կապ ունի տիեզերքի հետ, Սուրբ Սրբոց, երկնային եւ երկրային Տեր Արամազդի, դուստրերի, թորան եւ թորնուհու հետ եւ նրանից էլ ստանում է այդ ստույգ ճշգրիտ ինֆորմացիաները։ Մենք մեզանից ոչինչ չենք հնարում։ Մենք պարզապես փոխանցում ենք այդ ինֆորմացիան ձեզ։ Երկրորդ հարցը։ Տվյալները ինֆորմացիան այստեղից եք ստանում։ Այո, ինֆորմացիան այստեղից եւ այո, ստույգ թվերով։ Մենք այլ աղբյուր չունենք։ Մենք չունենք այլ աղբյուր։ Մենք ոչ աղանդավորներ ենք, բա որտեղից։ Սա շատ հանդիպող հարց է, իսկապես, որտեղից գիտեն, ինչ թվեր է, այդ որտեղից է։ Ասում են այնքան ստույգ թվեր, որ Ձեզ էլ գործակալ, էլ աղանդ, էլ ինչ ասես ասում են։ Մենք միակն ենք գուցե աշխարհում, որ ոչ մեկին չենք ծառայում։ Չէ, բայց ներողություն, դա էլ պետք է ձեզ մոտ adekvat ընկալման արժանանա, որովհետև ոնց է, ով է այդ Արամազդի, չգիտեմ, դուստրը, ոնց եք ստանում։ Այսինքն այդ կոմունիկացիան մարդկանց համար անընկալելի է, հետեւաբար կարող են մի քիչ Դե ասում եմ, քանի որ այս ամբողջ ժամանակահատվածում մենք մոտավորապես ենք, ասենք, ամեն ինչին վերաբերվում եւ ապրում, այս ստույգությունը, այս ճշգրտությունը բնականաբար կասկած է մարդկանց մեջ անհանգստություն է առաջացնում, թե իրոք որտեղից է ամենը այդքան ստույգ։ Այո, մենք նույնիսկ շատ բաներ ունենք ստույգ ճշտված, իհարկե դա հետագայում գրքի մեջ բոլորը գրված են, ամեն ինչի մասին չէ, որ մենք կհասցնենք ու կկարողանանք այս եթերներից խոսել։ Գիրքը կլինի, կկարդաք, այնտեղ շատ ստույգ բաներ կան գրված։ Վիդեոն դիտելիս պատվիրեք սիրված ուտեստները Yandex.Go-ում։ Առաջին պատվերի համար 2900 դրամ զեղչ է Life Armenia պրոմոկոդով։ Հաջորդ հարցը։ Ինչպես է ստացվում, որ մեր ձայնը հասնում է տիեզերք։ Ուրեմն, երբ արարիչը արարում է Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր տիրուհիներին, այն ժամանակ նրանք անընտել են լինում։ Բնությանը, տարածաշրջանին, կենդանական աշխարհին, բնության աշխարհին եւ ամեն վարքյան հնարավոր է որ նրանք ինչ-որ խնդիրների բախվեին, ինչ որ դե մենք նախկին հաղորդումից գիտենք, արդեն նշել ենք, ասել ենք, որ արարիչը նրանց օգնում է, սովորեցնում բավականին երկար ժամանակ տիրապետել այդ ամենին։ Յուրաքանչյուրն իր ոլորտն ունի։ Այո, յուրաքանչյուրը հետագայում արդեն իր ոլորտն է ունենում, հենց այդ նպատակով էլ արարիչը արարում է Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տարուց ավել տևել է այդ ուսուցողական process-ը, որ արարիչը նրանց հետ աշխատել է։ Այդ ընթացքում զերծ մնալու համար բոլոր տեսակի փորձանքներից, փորձություններից, վտանգներից, դե կենդանական աշխարհ կա, բնական աղետներ կա, հազար ու մի բաներ, չէ, որպեսզի կարողանան կառավարել այդ ամենը, արարիչը ստեղծում է, տալիս է նրանց մի հզոր կապի միջոց, որը որ մտքի եւ ցանկության արագությունն է։ Այսինքն բավական է, որ նրանք մտքով արդեն այդ վտանգը փոխանցեն եւ իրենց ցանկությունը արարչին, անմիջապես արարիչը որպեսզի կարողանա նրանց հասնել օգնության։ Այս դրա համար եւ հետագայում նաեւ մենք ինքներս ենք օժտված արդեն նրանցից այդ նույն կապի միջոցով։ Դրա համար մեր միտքը եւ ցանկությունը հղելով նրանց անմիջապես հասնում է տիեզերք, բնականաբար կախված նաեւ թե արդեն ինչ ցանկություններ ենք մենք այնտեղ ուղարկում, ինչ միտք ենք ուղարկում, եթե դա արդարացի է, ճիշտ է, ընդհանուր բարօրության համարտության վերաբերվում բնականաբար ճիշտ ձևով լուծում է ստանում, իսկ եթե մենք ուղարկում ենք վատ մտքեր, դիմացինի նկատմամբ, ասենք, անեծքներ, չգիտեմ, հազար ու մի բաներ, հասնում է տեղ, այնտեղ տեսնում են, այո, եթե անեծքը արժանի է, այո, ուղարկվում է տեղ, եթե դա Ես ազգովիկ սկսենք անիծել, ես ինչ ասցի։ Չէ, ճիշտ հիմքեր ունի եւ տեղին է։ Տեսնամին թող անիծենք։ Եթե դա տեղին է, այո, այդ հարցը լսվում է վերևում եւ պատժվում է այն մարդը, ով որ մեղավոր է, իսկ եթե ոչ, անտեղի է այդ անեծքը կամ ցանկությունը վատ չար միտքը, հետ է ուղարկվում հասցեատիրոջը։ Այսինքն, սա շատ մի հզոր բան է, որ ժողովուրդ ջան, շատ զգույշ եղեք, թե դուք ինչ եք մտածում ում մասին եւ ինչ եք ձեր մտքերը հասնում են տիեզերք։ Թե ինչ վերադարձ կլինի մեզ, այո, բոլոր մտքերը եւ ցանկությունները ամենաարագընթաց կապն է դա մեր եւ տիեզերքի։ Մի հատ ես ինձ ուղեմ նախորդ եթերում կարծեմ ասացի, որ միևնույնն է չի լսվի, ոչ թե չի լսվում, այլ անտեսվում է, ամեն ինչ լսվում է, ամեն ինչ տեսնվում է, բայց արձագանք չի լինում։ Այո։
Հետաքրքիր է, այսինքն բացի այդ համամարտկային բնույթի ցանկություններից հնարավոր է անձնական ինչ-որ բաներ ասենք։ Իհարկե։ Իհարկե։ Լավ։ Երբ մի գեղեցիկ օր մենք կհասնենք օրինակ ամուսնության թեմային, ինչ սկզբունքով պիտի ընտրել կնոջը կամ ամուսնուն, այդ ժամանակ կտեսնեք, որ Չէ, օրինակ մտերիմ, չգիտեմ, երեխա ծնող, խնդրող մի հիվանդություն, որ Աստվածներին խնդրում։ Իհարկե կորելի։ Բայց ո՞նց է բուժվելու այդ երեխան կամ ծնողը։ Ես ես ասեմ ավելին, այստեղ, հա։ Եղել է նման դեպք, կա։ Նույնիսկ ես եմ ապշում։ Նենց եմ ասում, նույնիսկ ոնց որ տենց ես իմով եմ։ Իսկ անցյալ հաղորդման ժամանակ մենք տվեցինք այդ կապի միջոցը, Արտակ, սիրելի Արտակ, դուք օգտվել եք այդ կապի միջոցից։ Ոչ։ Այ եթե օգտված լինեիք, այսօր դուք էլ կունենայիք արդյունք եւ այդ մասին կկիսվեիք։ Տեսեք, 1500 հոգի մեր մի փոքր ավել թվերը, մենք ուղղակի կլորացնելով կասենք թվերը, 1500 հոգի տվյալ պահի դրությամբ անցած մեր հաղորդման տված կապի միջոցից օգտվել են, որից 650-ից մի փոքր ավելին ստացել են իրենց խնդրանքների հարցերի պատասխանները, լուծումները։ Այո, մենք հենց նոր այդ տվյալները ճշտեցինք, վերջին պահով, որպեսզի անմիջապես Իդեպ մի քանի օր առաջ, մի շաբաթ առաջ այդ թիվը 450-ը դիմել էին մեկ շաբաթ առաջ եւ օգտվել էին 150-ը, ստացել էին արդեն դե դա արդեն կախված ինչ խնդրանք է, ինչ ժամանակահատված է պահանջում այդ հարցի լուծումը, այնտեղ կան ով է խնդրում, արժանինքներ, արժանավորներ։ Այսինքն ենթադրում եմ, որպես դիտողներից են այդ մարդը։ Այո, Հիմա կարելի է թե գաղտնիություն, որ ասենք այնտեղ պլյուս դնեն, ովքեր որ Ես ուզում եմ նույնիսկ ասել, դնեն, իհարկե։ Իհարկե կան մարդիկ, որոնք ինձ էլ անձնականով գրել են։ Այո, ես հետո մի օրում 2 խնդրանք է իրականացել։ Մի օրում 2 խնդրանքով դիմում է մարդը ու ասում է մեկը անմիջապես 8 ժամվա ընթացքում իրականացավ, հաջորդ խնդրանքը առավոտյան ժամը 6-ին ինչքան հիշում, չէ, ժամը 10-ին ասեց դիմեցի, անցավ մի քիչ ես ստացա զանգ, որը որ 50%-ով կատարվեց խնդրանքը, այսինքն ես ստացա ստույգ ժամկետներ, թե երբ դա տեղի կունենա։ Եվ ասեցին, որ 10 օրվա ընթացքում խնդիրը արդեն ստույգ լուծում կգտնի։ Ես խնդրում եմ, ես չեմ ուզում հնչեցնել անուն, իհարկե բոլորն էլ ճանաչում են թե ով է նա, բայց խնդրում եմ անպայման մեր կոմենտների բաժնում գրեք բոլոր այդ քանիսն էին 650 հոգի գոնե ժողովուրդ ջան մի քանիսը գրեք, թող մարդիկ տեսնեն, որ այո, այդ հրաշքները կատարվում են, որ մեր իրականում հրաշքներ, հա, այսինքն այդ հաղորդակցությունը կայացել է։ Այո, կայանում է այդ հրաշքներից չխոսենք, առնվազն այդ կոմունիկացիան կայացել է։ Կապը մարդը դիմել է խնդրանքով 8 ժամեր թվեր եք ասում ու вообще կարելի է։ Կան որ անմիջապես ուղղակի կախված թե ինչ խնդրանք է եւ ինչքան ժամանակ է պահանջվում լուծում ստանալու համար։ Խնդրում ենք, որդորում ենք գրել, որտեղ չափազանց կարելի է։ Գրեք, թող բոլորը տեսնեն, թող իմանան, որ այո նման բան տեղի մի պահեք ձեր մեջ, գրեք։ Ես ուզում եմ, որ մնացածներն էլ օգտվեն դրանից։ Ես իհարկե չեմ բացառում, որ կգտնվի մի մասա, որը կասի Չէ, կասի, այս երևի բոլորը իրենց ծանոթներն են եւ այլն։ Չէ, դե լավ 650-ն էլ ձեր ծանոթներն են։ Չէ, ծանոթ մարդիկ էլ են։ Հակառակը մտածում եմ կլինեն մարդիկ, որ կասեն դե դիմել ենք չի ստացվել։ Դե նայած ինչա դիմում, նայած ինչ արժանինքներ ունի, բայց եթե անգամ չի ստացվել, շարունակեք դիմել։ Տեսեք 1500-ը դիմել են, դեռ 650-ը ստացել են։ Միգուցե ժամանակի խնդիր է։ Մենք չգիտենք ինչ ձևով պետք է այդ հարցը լուծում Այդ մյուս դիմողներին էլ իրենք կօգնեն, էլի որ գրեն։ Սա իսկապես հետաքրքիր ինֆորմացիա է։ Խնդիրը լուծել։ Եվ ես այստեղ օգտվեմ առիթից մի հետաքրքիր կապի միջոցի մասին էլ ասեմ, ժողովուրդ օգտվեք։ Ուրեմն մենք ունենք Սուրբ Դից, արժի այդ մասին ասել։ Ասենք թող օգտվեն ժողովուրդը։ Իհարկե սա մեր ծրագրի մեջ չէր մտնում այս պահին, բայց ուրեմն ունենք Սուրբ Դից, Հերա Լուրա անունով եւ Հերա Լիրա անունով։ Ուրեմն Հերա Հիլա եւ Հերա Լուրա։ Երկուսի գործառույթն էլ նույնն է։ Այսինքն, երբ մարդը հայտնվում է մի վատ իրավիճակի մեջ, անսպասելի իրավիճակի մեջ,
ասենք կողոպուտ կարա լինի, անհաջողություն, դժբախտ պատահար կամ մի այնպիսի անելանելի վիճակ, որ նա չի կարողանում այդ պահին լուծում գտնի եւ ոչինչ չի կարող անել։ 3 անգամ մտքում տալիս ենք այս դիցի անունը, երկուսից մեկն ու մեկինը։ Ուրեմն վարկյաններ անց նրանք օգնության են հասնում ձեզ։ Ու դա ինչպես է տեղի ունենում։ Ձեզ շրջապատող բոլոր հոգիները, մարդկանց հոգիները, այն հոգիները, որ վերամարմնավորված են, եւ նաեւ այն հոգիները, որ վերամարմնավորված չեն, բայց գտնվում են տարածքում։ Բոլորը հերալուրայի հրահանգով համախմբվում են ու ոնց որ սիգնալ հաստանա, որ այստեղ այս մարդու մոտ խնդիր կա, անմիջապես տեսեք ինչումն է խնդիրը ու այդ հարցը լուծեք։ Եվ տվյալ այդ իրավիճակից մարդուն դուրս են բերում։ Եվ մարդիկ կարող են ասել, որ հրաշք տեղի ունեցավ մեր հետ։ Ոչինչ թող ասեն, բայց թող իմանան ոնց տեղի ունեցավ այդ հրաշքը։ Այ քեզ բան։ Միայն այդ իրավիճակներում, այսինքն այո, նրանց գործառույթը դա է այսպեսին է, որ անելանելի իրավիճակներում շտապ օգնության կամ ասենք մտել եք միջավայր, որտեղ վտանգ եք զգում, նույնիսկ չեք կարող կողմնորոշվել որտեղից է վտանգը։ Դուք ձեզ ապահովագրելու համար նրանց մեկն ու մեկի անունը տալիս եք 3 անգամ կամ նման ասենք կանխում են նրանք անմիջապես կանխում են շրջապատում ինչ-որ Մի հատ էլ թող փորձեն մարդիկ։ Փորձեք, դուք էլ փորձեք, թող մարդիկ էլ փորձեն։ Սա շատ այսինքն այս այն դեպքը չի, որ ասենք կխնդրեք հիվանդությունը կգան կբուժեն, իրենց գործառույթը սա է։ Շատերը հարցնում են, որ մենք նախկինում եղել ենք քրիստոնյա եւ մանկության տարիներին են մեզ կնքել կամ արդեն հասուն տարիքում մենք փոխել ենք մեր կողմնորոշումը, արդեն հավատում ենք այս ամենին, տեսնում ենք ճշմարտությունը եւ այլն։ Ինչպես անցնել քրիստոնեությունից դեպի մեր հեթանոսությանը, մեր դիցերին եւ մեր սուրբ սրբոց երկնային տերերին։ Արդյոք, եթե մենք դիմենք, խնդրենք եւ այլը, դա դավաճանություն չի համարվում կամ ինչպես այդ անցումը տեղի կարելի է իրականացնել։ Ասեմ, որ ոչ մի վտանգ չի սպառնում ոչ ոքի, հանգիստ կարող են մարդիկ այս կապի միջոցից օգտվել, օգտվողներն թող արդեն փաստեն, որ ոչ մի վատ բան նրանց հետ չի։ Ուրիշ է, երբ որ մենք չիմացությամբ դիմում ենք, ասենք օրինակ Քրիստոսին կամ արարչին ուղակի վերացական ձևով մարդիկ իրենք տեսնում են դիցերը երկնային տերերը, որ այս մարդը չգիտի, բայց նա օգնության կարիք ունի, հա, ասենք այդ դիմումա, պետք է նրան օգնել։ Նրանք իհարկե օգնության հասնում են այս պարագայում, բայց երբ արդեն մենք գիտենք իրողությունը, թե որտեղից է այդ օգնությունը մեզ գալիս, բնականաբար մենք պետք է ճիշտ իրենց դիմենք։ Վիդեոն դիտելիս պատվիրեք սիրված ուտեստները Yandex Go-ում։ Առաջին պատվերի համար 2900 դրամ զեղչ է Life Armenia պրոմոկոդով։ Եղել է դեպք, եղել են մարդիկ, որ մինչ այդ ասել են, որ գիտեք, մենք այսպես դիմում ենք, մենք զգում ենք, որ այդ օգնությունը մեզ գալիս է, եւ նրանք չեն մերժում սա նաեւ։ Արդեն տեղեկացված լինելով, ասում եմ, գիտես, մինչեւ այդ, երբ որ ես դիմում էի, իրոք ես զգում էի, որ դա կատարվում է, բայց հիմա, որ ես դիմում եմ, իմանալով սա, բայց ոնց ասած, դիմում եմ նախկին ձևով, նախկին մարդուն, ես էլ այդ օգնությունը չեմ ստանում, որովհետև ես գիտեմ որտեղից է արդեն այդ օգնությունը գալիս, այնպես որ եթե դուք արդեն գիտեք այս ամենի մասին, դիմեք, ոչ մի վախենալու բան չկա, ոչ մի վտանգավոր բան չկա, մենք ձեզ կենթանի օրինակ ձեր աչքի առաջ նստած, դուք ոչ հնչով կաշկանդված չեք։ Այո, առավել եւս եւ մենք ոչ մի նման խնդրի առաջ չենք կանգնել, չենք վախվել։ Գիտեք, բավականին գիտակից մարդկանցից վերջերս մենք լսեցինք, իրենք համոզված են, որ եթե իրենք քրիստոնեական ծեսով մկրտված են, իրենք ինչ որ անխզելի պայմանագիր ասեմ, նման բան չկա, գոյություն չունի նման բան։ Այդ վախը, որ դեպի ստրկություն է տանում, սենց քրիստոնեությունն է տանում դեպի ստրկություն։ Անշուշտ։ Դե հատկապես վախի զգացողությունը, որն էլ չիմացությունից է գալիս բնականաբար։ Այ հարցը ուղիղ տալիս եք, բայց պիտի նախ հասկանանք ինչ է քրիստոնեությունը։ Դրան դա դեռ կհասկանանք, բայց դուք հասկանում եք, չէ՞, հիմա ինչքան են ձեզ սիրելու մեկնաբանություններում։
Որովհետև դեռ չենք խոսել քրիստոնեության մասին։ Այսինքն դուք դեմ եք գնում քրիստոնեությանը։ Այնքանով, որքանով հակասում է քրիստոնեությունը միակ գործող գոյություն ունեցող համակարգին, իհարկե։ Լավ, հարցերի շարքը ավարտենք ու գանք Այո։ Եվ այստեղ ես նշեմ մի կարևոր հանգամանք, որ բոլոր կրոնները եւ կուսակցությունները դրանք ստեղծված են հակառակորդ ուժի կողմից։ Քրոնոսի գործառույթների մեջ են մտնում։ Եթե դուք կապացուցեք, որ քրիստոնեությունը կրոն չի, ես հետ կվերցնեմ այն խոսքը։ Բոլոր կրոնները։ Ով է ստեղծել, որպեսզի ով է թշնամին ու ինչի են ստեղծել քրիստոնեությունը, մտածել որ բացատրեք կհասկանամ։ Շատ բարձ։ Մարդուն կառավարելի դարձնելու նրան արարչի հետ ի սկզբանե նրան տրված կամքի ազատությունը խորտակելու, բեկանելու, նրան շեղելու նպատակով եւ դա միշտ հաջողվել է։ Ինչով է տարբերվում այս համակարգը կրոնից, այս սկսենք գուցե դրանից, եթե սա լիարժեք պարզաբանվի, շատ բան կընկնի իր տեղը։ Բոլոր կրոնները, որ հետագայում դարձել են կրոն, սկզբում տրվել են մարդկությանը, այս կամ այն դիցի, մարգարեի կամ ինչ-որ մեկի միջոցով, որպես գիտություն, որպես գիտելիքների համակարգ, որպեսզի մարդը ճիշտ ճանապարհից չկարողանա, չշեղվի, ոչ թե չկարողանա, կյանքը ընթանա բնականon հունով։ Դրա համար ի սկզբանե տրվել են պատվիրանները։ Պատվիրանները տրվել են Արամազդին եւ Քրոնոսին տարբեր, քանի որ նրանց սկզբունքները հենց սկզբից տարանջատվել են, Արարիչը տվել է մի փոքր տարբեր սկզբունքներով եւ թույլ է տվել հոգուտ մարդկության կատարել սեփական փոփոխությունները միայն հոգուտ մարդկության։ Արամազդը ոչինչ չի փոխել արարչի տված պատվիրանների մեջ, իսկ Քրոնոսը չնչին փոփոխություններ արել է արարչի թույլտվությամբ միանշանակ։ Այդ չնչին թույլտվությունները ներքևի օղակներում դարձել են խայտառակ շեղումներ, այն որ ասում ենք չափի զգացումը ամեն ինչի հիմքում պիտի լինի, բայց ասել ես ով է չափը սահմանում, ես, ու գնաց։ Չէ, դե քրիստոնեությունն ինքն է չափ, չէ, չափավորությունն է, քրիստոնեությունը հենց պատվիրանները իրենց մեջ են չափավորությունն են պարունակում։ Գտնում եք, մենք հիմա կանրադառնանք, հենց հիմա կանրադառնանք պատվիրաններին։ Ինչ է հասել մեզ, մինչ քրիստոնեական պատվիրանները եղել են, եթե հիշողությունս չի դավաճան, դա էական չի, նույնիսկ 13-ը, մեզ հասել են նրանց փոփոխված տարբերակները, փոփոխված տարբերակների աղավաղված տարբերակները, սենց ասենք։ Հիմա որպեսզի պարզ լինի ինչ է տրվել եւ ինչ է հասել մեզ, աբսուրդի ինչ աստիճանի մեջ ենք գտնվում, փորձենք զուգահեռներ տանելով անդրադառնալ այդ պատվիրաններին, համեցեք։ Առաջին պատվիրանը ինչը որ մեզ հասել է ըստ Աստվածաշնչի։ Ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեցի եգիպտացիների երկրից, ստրկության տնից։ Ինձնից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար։ Ուրեմն սկսենք նրանից, որ Աստվածաշնչյան Եհովան իրականում Յահուա դիցն է, որը հրեա ազգի հիմնադիր դիցն է, Քրոնոսի որդին կամ թոռը չեմ հիշում, դա որդին։ Նա ում որտեղից հանեց, ինչ է ասում, դա որևէ առնչություն ունի մեզ հետ։ Իսկ իրականում ինչ է եղել առաջին պատվիրանը, եղել է հետևյալը. ընդունեք իմ արարչիս կողմից ձեզ տրված այս պատվիրանները հավերժական կյանքին հասնելու համար։ Խոսքը ֆիզիկապես հավերժական կյանքին
հասնելն է։ Այդ ո՞նց է այդպես մեկնաբանում իրականում։ Մենք չենք մեկնաբանում, մենք տարի ճշգրտությամբ վերականգնել ենք։ Մենք չէ։ Վերականգնված տարբերակ։ Այո, առաջին պատվիրանը եղել է սա։ Մի հատ նայեք սա ու այն, ինչ մեզ հրամցվում է։ Անցանք երկրորդին։ Անցանք։ Վերևում երկնքում, ներքևում երկրի վրա եւ երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուրքեր չպիտի կերտես։ Չպետք է երկրպագես եւ չպիտի պաշտես դրանց, որովհետեւ ես եմ քո Տեր Աստվածը։ Մի նախանձոտ Աստված, հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց, նույնիսկ երրորդ եւ չորրորդ սերունդներին։ Իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչև 1000-րդ սերունդը ողորմում եմ։ Մեկնաբանենք, թե կարծում եք կարիք չի։ Մեկնաբանեք կարճ։ Ուրեմն արդեն ով մեր երկու նախորդ եթերները տեսել է, ինքը պիտի հասկանալի լինի իր համար, որ չի կարող մարդը ինքը պատիժ կրել ուրիշի փոխարեն։ Անգամ իր ծնողի արած սխալի համար ինքը պատիժ չի կրում։ Դա հակասում է տիեզերական օրենքներին, դա նարարացի է։ Աբսուրդ է։ Վարկանիշը հենց այն է, ինչը մենք կրում ենք ինքներս մեր կատարած քայլերի դիմաց ստանում։ Բայց դրա մեջ է լոգիկա կա, ու հիմա չվիճենք, լավ, ասեք։ Ես ձեզ ասում եմ այն, ինչը կա իրականում։ Որ մեզ ասում են դիցերը։ Չէ, դա էլ է պատժի ձև, որովհետև թող ինքը իր երկրային կյանքում այնպես իրեն Բայց եկեք տեսենք, կներեք, որ հետո ժառանգները չպատժվեն, այո։ Բայց լավ, այդ ժառանգը ինչով է մեղավոր, որ նրա սխալ պահվածքի համար, որտեղ այլ արդարություն է։ Եթե պիտի իմ երեխան իմ մեղքի մենք մեր համար պահվածքով մտածում ենք, չէ՞ մեր երեխաների պատվի մասին, որ մեզ նողը պարտանան, ճիշտ է թե չէ։ Ինչ խոսք անշնորհք ծնողի պիտի պատասխանատվության ենթարկվեն վարքագծի պատճառով ինչ որտեղ երեխան ուժում է միանշանակ, բայց դա սահմանված պատիժը չի, որ պիտի դու կրես քո ծնողի սխալ վարքագծյանը, դա հետևանք է։ Այո, այդ դեպքում մի քիչ արդարացի չի։ Եվ հետո ինչը ծնողն է կրում սխալ, то есть պատիժ, երբ իր երեխան, այսինքն այդ երեխային տրվում է, հա, այդ ծնողին, այդ հոգին գալիս է այստեղ, որ նա պետք է զբաղվի այդ երեխայի կրթությամբ, դաստիարակությամբ, եւ նա չի իրականացնում իր սխալ պահվածքի պատճառով, նա կրում է դրա պատիժը, որ քեզ տվել ենք, որ դու մարդ ես դու էսի չարեցիր։ Եվ նրա հոգին համապատասխան վարկանիշ է ձեռք բերում անորոշ հեռանկարով, ասենք ասենք։ Կամ այս հատվածը երբ ասվում է, որ պիտի ողորմում եմ ձեզ Ինչ է նշանակում, այո, ով ինձ սիրում է, այսինքն կապ չունի որքանով ես դու արդարամիտ, կարևորը դու ինձ սիրում ես թե ոչ։ Եվ ըստ այդմ ես կամ կողորմամ քեզ, կամ կպատժեմ, որքանով է սա տրամաբանական կամ արդարացի ընդհանրապես ինչ ուզեմ կանեմ կողմից։ Հետո գիտեմ, որ Աստված ինձ ողորմալու է եւ ներելու է, այդպես լինում է։ Այդպես ինչպես տեսնում ենք լինում է, բայց դա մեզ հետ, մեր արժեհամակարգի հետ որևէ առնչություն չունի։ Ոստեղ ուրիշ մեկնություն էլ կա իհարկե, էլի մարդասիրություն, քրիստոնեությունը սեր, բայց լավ, թող Չէ, դա մեկ ուրիշ այստեղ դեռ քրիստոնեություն չկա, սա Աստվածաշունչ։ Աստվածաշունչն է պատվիրանները։ Այ այդ ձեր ասած մարդասիրության վերաբերյալ, հա, Դե նա դրա հիմքն է, չէ։ Տեսեք, ես դրա համար ներողություն Գարջան, դրա համար մենք ստեղից ենք սկսում։ Երբ որ ինձ մեկը ասում է, իսկ դուք պատվիրանները պահում եք, իսկ դուք ծանոթ եք պատվիրաններին, իհարկե չեմ պահում ես այս պատվիրանները։ Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում։ Վախ ներշնչելու մի հերթական քայլ, իրականում ինչ է եղել այս պատվիրանի փոխարեն, եղել է ցանկացած դժվար պահին դիմիր ինձ, քանի որ ասողը Սուրբ Սրբոցարարիչն է, եւ մենք քո կողքին կլինենք։ Մենք, քանի որ մեր խնդրանքները անգամ արարչին ուղված հասնում են Սուրբ Սրբոց երկնային Տեր Տիրուհիներին եւ նրանք են արձագանքում։
դիցերի միջոցով, հոգիների միջոցով։ Արարիչն ասում է, ցանկացած դժվար պահին դիմիր ինձ ու մենք քո կողքին կլինենք։ Չի ասում չհամարցակվես, մի հատ 100 անգամ մտածի նոր։ Հակառակը մենք պետք է տանք Սուրբ Սրբոցին Այսինքն կապը չի կտրում իր հետ։ Արամազդի եւ Տիկնանց անունները եւ խնդրենք նրանցից օգնություն։ Հաջորդ պատվիրանին անդրադառնանք, որովհետև ժամանակը շատ արագ է թռչում։ Մենք ունենք օրակարգ, որը հասցնենք։ Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն։ 6 օր պիտի աշխատես եւ պիտի կատարես քո բոլոր գործերը։ 7-րդ օրը քո Տեր Աստծո շաբաթն է։ Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, որովհետեւ Տեր Աստված 6 օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամենը, ինչ դրանց մեջ է, իսկ 7-րդ օրը հանգստացավ։ Դրա համար էլ օրհնեց 7-րդ օրը եւ այն սուրբ հռչակեց։ Ինչ է եղել այս պատվիրանի փոխարեն։ Եղել է աշխատիր շաբաթական 6 օր 6-ական ժամ եւ մնացած ժամանակը այո, հանգստացիր 7-րդ օրը։ Նույնիսկ ճշգրտումներ ենք մենք արել, բացի այդ 6 ժամը, 2-ից 3 ժամ մարդը կարող է զբաղվել իր ընտանիքի տան գործերով։ Բայց այդ 12 ժամի աշխատանքը, որ հիմա սովորական երևույթ է, շատ սխալ բան է եւ մեր կիրակին է մեր ազատ օրը։ Վիդեոն դիտելիս պատվիրեք սիրված ուտեստները Yandex Go-ում։ Առաջին պատվերի համար 2900 դրամ զեղչ է Life Armenia պրոմոկոդով։ Հաջորդ պատվիրանը։ Պատվիր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես, բարերար այն երկրի վրա, որ Տեր Աստվածը տալու է քեզ։ Սա մոտավորապես անփոփոխ է մնացել, պատվիր քո ծնողներին, որպեսզի բարեկեցություն եւ երկարակեցություն ունենաս։ Մի սպանիր։ Ամենասկանդալային։ Այո, մի անգամ անդրադարձել եմ ես այս պատվիրանին, նման պատվիրան չի եղել, եղել է մի սպանիր քո բարեկամին եւ միակ տրամաբանական, այո, մի սպանիրը դա կարող է լինել։ Մի սպանիր ո՞նց կարող է լինել։ Իհարկե, պիտի սպանես, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Նման բան գոյություն չունի։ Ну, թշնամուն как минимум։ Մենք մեհրից հասած պատգամ ունենք մեզ, որը որ ճշտել ենք ճիշտ ձևով մեզ փոխանցվել այդ պատգամը, որ թշնամու միջև վերջին ծիլը պետք է ոչնչացնել։ Եթե զգում ենք, որ եթե թշնամին մտադիր է, այսինքն նույնիսկ փաստ չունես, որ թշնամին արդեն հարձակվել է, բայց դու համոզված ես այդ մտադրության մեջ, նախահարցակ եղիր։ Դու պիտի նախահարցակ լինես եւ ոչնչացնես նրան։ Ահա որտեղ է ուժը։ Միայն այդ դեպքում նա չի ասում դու ուզում ես թշնամուտ ունեցվածքին տիրանալ, նախահարցակ եղիր ու գնա։ Ոչ, միայն այն պարագայում, երբ դու համոզված ես թշնամին հարձակվելու է քո վրա։ Путин չի ասում, если драка неизбежна, то бей первым. Питерские улицы ինստենց բան են սովորած։ Պուտինը որտեղ էր, երբ սա մեզ էր։ Այո, այո։ Մի շնացիր, նույն ձևով մնում է, շնություն մի արա, մի գողացիր, գողություն մի արա, քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր, իրականում ընդամենը մի ստիր։ Ինչ է նշանակում հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր։ Իսկ անծանոթի դեմ կարելի է սուտ վկայություն տալ։ Իսկ բարեկամի դեմ, իսկ ընտանիքի անդամների դեմ։ Չէ, ուղիղ մի ընկալեք էլի, դուք տենց մակերեսային։ Բայց դուք խոսում եք Աստվածաշնչի մասին, ներողություն, որը այսօր աճ ու ձախ դնում են ձեր առաջ ու ասում են բար փոխել չի կարելի, տար փոխել չի կարելի։ Անիծված է նա, ով որևէ տար կփոխի։ Բարև ձեզ։ Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր, ոչ քո մերձավորի կնոջ վրա, ոչ նրա ծառայի վրա, ոչ նրա եզան, ոչ նրա անասունի վրա, էշի վրա։ Աչք մի ունեցիր։ Մի ցանկացիր ուրիշի ունեցվածքը ընդամենը։ Հա, բայց մարդը բան է անում, այսինքն լավ, տարանջատված մասը, այո, շատ հասանելի է։ Դուք խմբագրում ասում եք նույն բանն ասում եք։ Չէ, տեսեք այսպես։ Ներողություն, եթե այստեղ խմբագրությունը, մյուս տեղերում բացահայտ իմաստային տարբերություններ են։ Խնդրում եմ
համահարթեցում չանել։ Աչք մի ունեցիր, այնինչ ասվում է, աչք մի ունեցիր ոչ մեկի ունեցվածքին, կաշառք մի տուր եւ մի վերցրու եւ ժողովուրդ ջան ամենակարևորը տոկոսով փողը տոկոսով պարտք մի տուր։ Եթե սրտանց ցանկանում ես ինչ-որ մեկին օգնել, խնդրեմ, տուր գումարը, թող ինքը բարելավի իր կյանքը, հետո հետ կվերադարձնի քեզ, բայց ոչ տոկոսով։ Սա շատ կարևոր է, սա հենց մեր 10-րդ աշխարհը տիրելու գործիքներից ամենահայտնին։ Ավարտեցինք պատվիրանները։ Այո։ Հիմա գանք քրիստոնեությանը, որովհետև սա անկյունակարային հարց է։ Համեցեք, ձեր ընկալումը, քրիստոնեությունը ձեր ընկալումը։ Մեր ընկալման հետ ոչ մի առնչություն չունի։ Ինչ է քրիստոնեությունը, ոնց եք դուք պատկերացնում։ Կրկին խնդրում եմ ուշադիր լինել, որովհետև քրիստոնեության վերաբերյալ կասկածները, ժխտումները ես իծնել լսել եմ դրանք, այսինքն սա մեր գյուտը չի, բայց որտեղ է եղել սխալը, որտեղ է կեղծիքը, ինչ կերպ են մեզ շեղել, ի վերջո ով է եղել Քրիստոսը, այդ հարցերի պատասխանը ես փնտրել եմ 19 տարեկանից, երբ առաջին անգամ կարդացի Աստվածաշունչը եւ ես բոլոր հակասությունները ծագեցին իմ մեջ, բայց ասեմ դրանից հետո ես ծնողներիս կամքին հակառակ նույնիսկ մկրտվել եմ 21 տարեկանում, միևնույն է հակասությունները չեն նահանջել, գնալով ավելի են խորացել, ի վերջո, սա այն է, ինչ մեզ տրվել է որպես գիտելիք, խնդրում ենք նախ վերաբերվել դրան այդպես, ոչ թե հորինված ինչ-որ բան, եւ այն մարդիկ, ովքեր կասկածում են, բայց չունեն այդ հարցերի պատասխանները, նրանց համար շատ բանալիներ կբացվեն, դռներ կբացվեն, բանալիներ այստեղ են։ Ինչ է իրականում եղել։ Ծնվողը եղել է Անաիդայի եւ Արամազդի որդին, որը ծնվել է իրականում տիեզերքում, բայց հանձնվել է երկրի վրա ամենաարժանավոր եւ հոգատար կնոջը խնամքի, որը Մարիամն էր, ազգությամբ հայ։ Հովսեփը եղել է հրեա, իսկ Մարիամը հայ։ Մարիամը կեղծ հղիություն է տարել, որն ավարտվել է որդու ծննդաբերումով, ինքը մինչև վերջ այդպես էլ մտածել է, որ ինքն է մայրը։ Ինչու են այդպես նախատեսել, ես նույնիսկ հարցրեցի, եթե պիտի նա ուղարկվեր, գուցե միանգամից չափահաս արտաքինով ներկայանար մարդկությանը, ասվեց, որ իրեն պետք էր իծնե ապահով մշտական ծանոթ միջավայրում մեծանալ, որպեսզի մարդկանց հետ շփումը լինի բնականon, ջերմ, նորմալ, որովհետև գիտեին ուր են ուղարկել, վտանգների մասին ենթադրում էին։ Մանուկների ջարդը իսկապես եղել է, որովհետև հակառակորդ կողմը, իմանալով Արամազդի որդու երկրի վրա հայտնվելու մասին, փորձել է նրան վերացնել։ Այդ անգամ չի հաջողվել։ Նա երբեք չի հաջողվել իհարկե։ 11-ից 21 տարեկանում նա պարբերաբար կրթություն ստանալու պատրվակով իհարկե ծնողներից հեռու է գտնվել։ Իրականում նրան տարել են իրենց կրթօջախներում կրթությունը շարունակելու։ 21 տարեկանից սկսել է քարոզել։ Որն էր գեր նպատակը, ոչ ոք չէր ուղարկել նրան զոհաբերության որևէ մեղքերի համար, որևէ մեկի մեղքերի համար։ Այս սարսափելի շեղումը գաղափարային ամեն ինչ խորտակում է։ Մի վարքյան։ Ասում եք Մարիամը կեղծ հղիություն է։ Այո։ Այսինքն Մարիամը չի ծննդաբերել Քրիստոսին։ Ոչ։ Որտեղից է հայտնվել Քրիստոսը։ Նա Ես մարդ էր։ Ես արդեն ասացի։ Նա մարդ էր, թե կիսաստված։ Նա դից է։ Նա դից էր։ Այո։ Տիեզերքում է ծնվել։ Այո։ Բերել են, տվել են ում։ Այո, հենց Մարիամին։ Դժվար չէ նրանց համար։ Միջավայրին ծանոթ լինի եւ այլն եւ այլն։ Այո։ Անընդհատ նրանց հսկողության տակ է եղել եւ նաեւ դիցերի։ Դիցերի եւ Արամազդի երկնային թերթիրուհիների։
Որովհետև Քրիստոս Արամազդի որդին է։ Այո, բայց այդ անունը նրան տրվել է հեռանալուց տարիներ անց 5 տարի հետո։ Ոչ Հիսուս, ոչ Քրիստոս անունները իրենը չեն։ Բա ինչ է արարչի Անվան մասին մեզ առայժմ թույլ տրված չի խոսել, բայց գրքում կա։ Լավ։ Արարչի որդին ում անունը իրականում ոչ Հիսուս է։ Արարչի որդին չի, Արամազդի։ Արամազդի ներողություն։ Ում անունը դեռ ոչ Հիսուս է եղել, ոչ Քրիստոս, եկավ, ապրեց, այ դե 5 տարի հետո չափահաս 21 տարեկան դարձավ։ Ու սկսեց քարոզել ինչ։ Եվ քարոզել շատ ճիշտ եք ասում, ինչ։ Արդեն շեղումներ ունեցող, արդեն ճգնաժամ ապրող հեթանոսական համակարգի շտկման նպատակով են նա եկել։ Մարդիկ արդեն պատվիրանները ուրացած, մոռացած, նախ նրան ուղարկեցին ամենախառնաշփոթ մեղավոր վայրը, իրականում բազմազգ նախ տարածք էր եւ ամենամեղավոր մարդկանց միջավայրը, այնտեղից շտկումները սկսելու համար, որը նրա քարոզները տևել են մինչև ոչ թե 33 տարեկան, այլ 37.5 տարեկանը, 37.5 տարեկանում նրան ոչ թե խաչել են, խաչելություն չի եղել, նրան խոցել են մեր Հայաստանում պահպանվող Գեղարդով։ Իրականում հռոմեացի զինվորը խոցել է Գեղարդով, որի այդ արչևի հատը նետից է։ Ահա։ Ու թվերը 33 կա գրված Սուրբ գրքում այնտեղ 37.5 տարի։ 37.5 տարի է նա այստեղ եղել։ Այնուհետև այսինքն աստվածաշնչյան պատմությունները Երուսաղեմ, դուք չեք պատկերացնի ինչ միահյուսում է տեղի ունեցել իրական փաստերի եւ հորինած այդ առասպելների, որովհետեւ նպատակը այս դրույթները նրանք կառուցել են կրոնը եւ այն կարևոր բաները թողել են, ասենք այդ օգնությունները մարդկանց, այդ հրաշքները որտեղ են ունեցել, իրականում դրանք եղել են, բոլորը եղել է։ Սա միահյուսելով իրենց ներմուծած կեղծիքների հետ հարմարացնելով այն մտքին, որ ինչպես պետք է անե, որ ժողովուրդը իրենց ենթարկվի եւ ծառայի, ստրկանա, ստեղծել են իրենց կրոնը։ Իսկ հարցին Հիսուս Քրիստոս ով է նա, եղել է այդպիսի մարդ, այդպիսի դից, ձեր մոտ կա նման մարդ։ Իրենք պատասխանում են ոչ մեր կողմում, ոչ հակառակորդ կողմում նման անունով մարդ առհասարակ գոյություն հորինված է անուն։ Դա հորինված, այո, սա մենք մեկ անգամ չէ, մենք տարիներ ենք սրա վրա ժամանակ կորցրել, զբաղվել, փորձել ճշտել, այ որտեղ է ճշմարտությունը, լավ, եթե մենք այսքան ասում ենք ոնց կարա լինի, որ ոչ այդտեղ լինի, ոչ այնտեղ լինի, ոչ մեր մեջ լինի եւ առավել եւս որ պիտի լինի Հիսուսի երկրորդ գալուստը նման բան պետքա լինի, ոչ ասում են իզուրել մի սպասեք, մի հավատացեք, ոչ մի երկրորդ գալուստը չի լինելու։ Եվ առհասարակ նման անունով մարդ գոյություն չունի տիեզերքում։ Դե բա որ այդպես սկանդալային բան են ասում, ասենք, ինչու չեն ասում ով է իրականում եղել։ Ասում են Հիսուս Քրիստոսը ինքը կոնկրետ հապավում, նո տվյալ գործառույթի շուրջ ինչ իրականացվում է, որի մասին իհարկե մենք չենք կարող խոսել, անգամ մեզ էլ չի ասվել այդ մասին։ Դա ամենահետաքրքիր մասերը չեք ասում, այտենց չի։ Դա արդեն մեր գործը չի, դա մեր տիրույթը չի։ Եթե ասում են դեռ պետք չի ասել, մենք չենք կարող։ Շատ լավ, բայց Քրիստոս եթե եկել էր այլ առաքելությամբ, այ որ ասում եք հետո կեղծեցին եւ այլն, ախր ով է կեղծում է։ Ախր միջև այդ կներեք հոգեվորականները եղել են քրմեր։ Ընդմիջում եք, ես մինչև վերջացրեցի։ Վիդեոն դիտելիս պատվիրեք սիրված ուտեստները Yandex Go-ում։ Առաջին պատվերի համար 2900 դրամ զեղչ է Life Armenia պրոմոկոդով։ Լավ, ասեք, մի քանի րոպե դրան նվիրենք, շատ կարևոր է։ Ու վերջում։ Ու վերջը չի դեռ, երբ նրան խոցեցին եւ տարան դրեցին քարանձավը եւ հսկայական այո այդ քարով փակեցին, պահակներին էլ կարգեցին, որպեսզի հանկարծ որևէ բան չլինի, նո դիցերի համար խնդիր չէր նրան չէին թույլ տալու մահանա,
չէ՞ որ նա մարմնավոր կյանքով էր ապրում, ինչպես բոլոր դիցերն են։ Եվ եթե չափից ավել նրա կենսական օրգանները վնասված լինեն, նա կարող է եւ մահանալ։ Իհարկե նրան անմիջապես տարել են եւ ուժել են, դա անունը դրել են համբարձում եւ այլն։ 5 տարի շարունակ նրա անունը փորձել են մոռացության տալ, բայց ժողովուրդը շատ լավ հիշել է նրա կատարած հրաշքները, նրա մասին անընդհատ զրույցները շարունակվել են եւ այլն։ 5 տարի հետո իջնում է Քրոնոսի թոռը եւ բերում ծրագիրը, ինչպես պետք է օգտագործել նրա կյանքի փաստերը, ինչ շեղում մտցնել եւ նպատակը ինչպես փոխել, նպատակը դարձավ մեծ հայքի ոչնչացումը եւ ասորիների այլևս երբեք պետականություն չունենալու խնդիրը։ Երկուսն էլ իրենք լուծեցին, ստեղծելով կրոն Արամազդի որդու կենսագրության փաստերը օգտագործել։ Առաջին դարում մեծ հայք չկար արդեն։ Ինչպես չկար։ Ոնց չկար։ Մեծ հայքը ծովից ծովով կար։ Չկար։ Կար։ Ինչ որ կար։ Արդեն փլուզվել էր։ Նու եթե մի քիչ այն կողմով վերցնենք, այտենց է։ Շատ վիճելի, բայց կար այն ինչ որ կար Այդ օրվա գերտերությունների մեկի փլուզումը կամ փոքրացումը մյուսի վերացումը Ասորեստանի մասնախոսքը։ Ասորեստանը չկար, իսկ մեծ հայքը կար։ Իսկ ասորիներ կային, ոչ, Ասորեստան պետությունը չկար։ Բայց ասորիները հակված էին վերականգնելու։ Մեկ ընդմիշտ այդ հարցը պետք էր փակել եւ լուծել։ Եվ դա իրենք արեցին։ Եվ մի կարևոր բանի մասին ասեմ, խաչի հետ կապված մարդիկ գրում են, ինչու եք խաչականգվում, չէ՞ որ դուք քրիստոնյա չեք, բերել են քրիստոնեության հետ են կապել այս խաչը։ Հարգելիներս, 2000 տարվա պատմություն ունի քրիստոնեությունը, բայց դրանով չի սահմանափակվում կյանքը։ Նրանից առաջել է եղել կյանք եւ առավել եւս խաչը եղել է միշտ, խաչը այժմ էլ կա տիեզերքում։ Մենք ունենք համաստեղություն նույնիսկ, այն ժամանակ դեռ չկար քրիստոնեությունը հորինված։ Եվ դա կապի միջոցն է տիեզերքի հետ, երկնային տերերի տեղն ենք ցույց տալիս եւ մեր անցնելիք ճանապարհը, այո, արարիչ մենք մեր անցնելիք ճանապարհն է խաչը եւ անցած ճանապարհները, մեր բոլոր վերամանավորումներն եւ այլն, մեր կապն է տիեզերքի հետ։ Այնպես որ խաչը միշտ եղել է 4 միլիոն տարուց ավել։ Միայն քրիստոնեության սեփականությունը չի։ Այո, բացարձակ։ Այդպես չի։ 2 տարի նոր կրոնը հոգևոր առաջնորդները հրյա լավ մշակելուց հետո դնում են փորձնական շրջանառության մեջ։ Փայլուն իրեն արդարացնում է։ Այն Քրոնոսի ուղարկած ծրագիրը։ Այո։ Եվ 44 թվականից լավ հիշեք այս թիվը դրվում է մեծ շրջանառության մեջ, այլևս սկսվում է դրա տարածումը։ Առաջին ավետարանը, որ գրվել է, նրա հեռանալուց 70 տարի հետո է գրվել, առաջինը, վերջինն էլ 81 տարի հետո։ Այսինքն որևէ հավաստի, փաստ, վկայություն դրանցում կամ կա կամ չկա, իսկ ընդհանրապես չկա։ Ստեղից այնքան հարցեր առաջանում, բա մեր 301 թիվը, բա մեր լուսավորիչը։ Ասեմ, բա ինչ լավ հարց տվեց։ Ժամանակ չունենք։ Ինձ մի հարց է հետաքրքիր կներեք։ 301-ին պիտի ես անդրադառնամ, որովհետև 1 րոպե։ 301-ը իրականում 4-ն է, նպատակը 4 թվի, էլի դաջունն էր մեր պատմության վրա, իսկ իրականում քրիստոնեության ընդունումը եղել է 287 թվականին։ Այո։ Տեսել 301-ը։ Այդ անցման հետ կապված հետաքրքիր է, էլի մինչև քրիստոնեությունը կամ մեզ համար գոնե հասկանալի 301 թիվը եղել են քրմեր, ճիշտ է, հոգևոր այրերը, ովքեր կոչվել են քուրմ, ովքեր մարդկանց իրենց հոտել են առաջնորդել եւ այլն։ Հիմա էլ ունենք։ Հոտ չի եղել մեր հոտ։ Հոտ չի եղել, ուղղեք ինձ խնդրում, ինչ է եղել։ Հոտը տիպիկ քրիստոնեական գաղափար։ Ինչ է լավ, քրմի մարդկանց գիտելիքներ են տվել։ Լավ, այտենց ասենք։ Հետո հոգևորականներ եղան։ Հիմա կան քրմեր, ընդհանրապես
Կան չէ՞ մարդիկ հեթանոսական 2 րոպե, որտեղ սա ուղակի իդեպով է մարդ է տալիս։ Պետք է սկսենք այստեղից, թե ինչ գործառույթներ են ունեցել քրմերը նախկինում, հա, երբ որ մեր կապը կտրվեց երկնային տերտիրուհիներից, բնականաբար նրանք ինչ որ մի ձևով պետք է գոնե որ մեզ օգնեին, այստեղ արդեն առաջ եկան քրմերը, ովքեր ամենակիչը 4 գիտությունների կրողներ էին եւ բազմազան գիտելիքների տիրապետող մարդիկ, ովքեր մարդիկ խնդիրներ ունեին, արդեն չկար կապը երկնային տերտիրուհիների հետ, նրանք մոտենում դիցերի հետ, մոտենում էին քրմերին, քրմերը ի վիճակի էին իրանց այդ բոլոր, պատկերացրեք, 4 գիտնական մի մարդու մեջ, տարբեր բնագավառներից, նրանք արդեն պատրաստ էին այդ ժամանակ մարդկությանը օգնելու եւ ամեն մի քուրմ տարբեր բնագավառների։ Այդ որ հարցնում եք այսօր կան թե չկան, եթե ես անկեղծ ասած չգիտեմ նման մարդ, որ նման գիտելիքների տիրապետում է եւ կա, եւ ամենակարևորը, ովքեր էին հռչակում քուրմ կոչումը, նրանց տրվել է այդ տիտղոսը Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Արամազդի կողմից։ Նույնիսկ դիցերը չեն։ Ես չգիտեմ, հիմա եթե կան քրմեր, ասենք ինչ ձևով են նրանք առաջացել, չեմ կարող ասել, բայց եթե նրանք տիրապետում են այդ բազմակողմանի գիտությունների կրողներ են եղել նրանք։ Եթե լինեն այսօր նման մարդիկ, ես միայն շատ ու շատ ուրախ եմ։ Ըստ էության արևելքում կոչում էին իրենց ուսուցիչներ, մարդիկ ովքեր լուսավորյալ։ Եվ նրանք կապ ունեին դիցերի հետ, երկնային տերտիրուհիների հետ, նրանցից էին ստանում իրենց գիտությունները եւ փոխանցում մարդկությանը։ Բայց արդյոք այսօր մենք ունենք, մենք մեր հարցումներին պատասխանեցին, որ ոչ, մենք այսօր չունենք նման մարդ, որ մեր հետ կապի մեջ լինի, երկրագնդի վրա չկա նման։ Բայց Facebook-ում հանդիպում եմ մեկ քուրմ ես ինչ, քուրմ են ինչ։ Դե հիմա ով ինչ իրեն ուզի, այնպես էլ կարող է հռչակել։ Այսպես ասենք։ Самозванцы, что ли։ Շատ ուրախ կլինեինք, եթե իրենք իրոք քուրմ լինեին։ Շատ ուրախ ենք, որ մարդիկ ուզում են վերականգնել ինչ որ մի կորցրած գիտելիք, արժե համակարգ եւ այլն, ուղղակի պետք է զգուշ լինել այդ։ Ժորժ ջան, շնորհակալություն։ Մենք միշտ ժամանակի մեջ մի կերպ տեղավորվում ենք, չափից ավել հետաքրքիր է, հաջորդիվ հանդիպելու ակնկալիքով իսկապես չունենք ժամանակ։ Ես ուզում եմ դիմել մեր հետևորդներին, ոչ միայն ունկնդիրներին, այլ ուղղակի հետևորդներին։ Մենք քանի որ ունենք ծրագիրը շարունակելու խնդիր, ֆինանսավորման խնդիր, իսկ մենք ոչ մեկի կողմից չենք ֆինանսավորվում, մեր ստող միջոցներից հնարավոր ենք դարձնում այս եթերները։ Եթե ձեր աջակցությունը լինի, շատ ավելի նաև հաճախակի կլինեն, մեր հանդիպումներն ավելի երկար կլինեն եւ բացահայտումներն էլ ավելի շատ կլինեն։ Շնորհակալություն, սա Life Armenia YouTube-յան ալիքն էր, մեզ հյուրընկալվել էին տիեզերքի հարցերով լուծաբաններ Գոհար Գրիգորյանն ու Լիլիթ Մարգարյանը, շնորհակալություն նաև ձեզ ուշադրության համար։